Գլխավոր դատախազի սպանության առնչությամբ նույն մամուլի, նույն ոգով հիստերիայի բռնկումից հասկացա, որ իմ լավատեսության ջանքը անցել է ողջամտության սահմանը։ Խորխորոնու սպանությունից հետո լրիվ ստապվեցի։ Ինձ համար դժվար էր, քանի որ դեռ մտածում էի, որ այդ մարդկանց հետ մենք ընդհանուր մի գործ ենք արել ընդհանուր հայրենիքի համար։ Հեշտացավ, երբ հասկացա, որ այլևս դրանց հետ ընդհանուր հայրենիք չունեմ։ Հաջորդ օրը, հունվարի 26-ին, խորհրդարանը 56 կողմ, 65 դեմ, 24 ձեռնպատայինով մերժեց գլխավոր դատախազի միջնորդությունը։ Քոչարյանի մամուլի քարտուղար Վահե Գաբրելյանը Armenpress-ին տված հարցազրույցում հայտարարեց. Ցավալի է նաև, որ կուսակցությունները, որոնք երկար ժամանակ պահանջում էին պատասխանատվության կանչել հանցագործություններ պատվիրողներին, այժմ այս պարզ քրեական խնդիրը փորձում են դարձնել քաղաքական հարց։ Սիրադեղյանը իշխանամետ Հայաստանի Հանրապետություն թերթին տված մեկնաբանությունում անուղղակիորեն հաստատեց, որ երկրապահ պատգամավորական խմբի դիրքորոշմամբ էր պայմանավորված իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մերժումը։ Իհարկե, եթե երկրապահը ցանկանար, ապա արդյունքն այլ կլիներ։ 1999 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի ներքին գործերի եւ ազգային անվտանգության փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանությունը նույնպես օգտագործվեց Վանո Սիրադեղյանի դեմ։ Պաշտոնական ինքնասպանության վարկածն անընդունելի էր հանրության համար, քանի որ երկու մահացու կրակոց էր արձակվել կրծքավանդակի եւ գլխի հատվածներում։ Դրանից մեկ տարի առաջ 1998 թվականի հունվարի 21-ին անհայտ անձին կրակել էին Արծրուն Մարգարյանի ոտքերին, սակայն այդ ժամանակ շատերն այն համարեցին մահապորցի իմիտացիա։ Արծրուն Մարգարյանը եւ նրա սպանությունից 2 ամիս առաջ իր տան մուտքի մոտ սպանված Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վարամ Խորխորունին Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներն ու զինակիցներն էին։ Սկսվեց քաղաքական շարժառիթներով սպանության վարկածի քննարկումը Վանո Սիրադեղյան Վազգեն Սարգսյան հակասությունների համատեքստում։ Սիրադեղյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը կայացավ 1999 թվականի փետրվարի 17-ին։ Այս անգամ Քոչարյանն ու Հովսեփյանը հաղթեցին, բայց Վանոն արդեն երկրում չէր։ Հասարակության մեջ իրոք ինչ-որ շերտ մեղավոր են որոնում եւ իշխանության մեջ ինչ-որ օղակներ տոն են տալիս դրան։ Բայց սովորաբար մեղավոր փնտրում են կամ խաղության նոխազ պարտությունից հետո։ Պարտություն չկա, բայց ես պատկերացնում եմ ինչ մղձավանջ կսկսի, ինչ մղձավանջ է սկսելու մեղավորներ որոնելու, երբ որ չտա Աստված բուն պարտությունը լինի։ Ես պատկերացնում եմ այդ վիճակը Հայաստանում։ Բունեությունն այն է հարցի, կրկնում եմ, որ մեղավոր են խաղության նոխազ են խնդրում, ես չեմ ուզում դառնալ այդ խաղության նոխազ։ Շատ պարզ։ Ուղևորների ցուցակում Վանո Սիրադեղյանի անունը գրիչով էր ավելացված վերջում։ Շշուկներ էին պտտվում, որ երկրից հեռանալու հարցում այնուամենայնիվ նրան օգնել է Վազգեն Սարգսյանը։